Ինչպես եւ սպասելի էր, Հովանավանքում այսօր ականատես եղանք խայտարակության։ Տեր Արամը նախկին արդեն իր քաղաքացիական անունով Ստեփան Ասատրյան հրաժարվում է Մայրաթորի կողմից կարգալույց լինելուց եւ այդ ամենի մթնոլորտում տեղի ունեցավ լրագրողների, քաղաքացիների, ոստիկանների ներկայությամբ հրմշտոց փոխադարձ նույնիսկ հարվածներ, հայոյանքներ ատելության խոսք եկեղեցու բակում, եկեղեցու ներսում Այն ամեն ինչ ես նախորդին հենց զգուշացնում էի, որ Նիկոլ Փաշինյանի այս քաղաքականությունը, այս որոշումները հանգեցնելու են եկեղեցու պառակտման, համայնքի պառակտման, քաղաքացիական դիմադրության մեկը մյուսի նկատմամբ ատելության ավելի մեծ խորացման, որը վտանգավոր է հատկապես այս նախընտրական շրջանում, որ կրքերը գնալով ավելի են եռալու։ Նիկոլ Փաշինյանը կարծես կանգ չի առնում ոչ մի տաբուի առջև եւ մտադիր է հեղափոխել իր պատկերացմամբ ամեն ինչ հնարավոր է, այդ թվում եկեղեցին, այդ թվում մարդկային արժեքները, բարոյականության այն կարմիր գծերը, որոնք ի սկզբանե եղել են։ Նա մտադիր է դրանք հատել, անցնել եւ տրորել։ Նա փաստորեն եկեղեցու մեջ ստեղծում է նոր եկեղեցի։ Եվ սա վտանգավոր նախադեպ է, որովհետեւ եթե դա դառնա սովորական, կարող է պետության մեջ ստեղծվել պետություն եւ դա հակառակ էֆեկտ ունենալ Նիկոլ Փաշինյանի համար, որովհետեւ ցանկացած ազդեցություն ունի հակազդեցություն։ Եվ եթե Գարեգին երկրորդը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է աչքի փուշ կուսակրոնության ուխտը խախտելու համար, ապա ինչպես կարելի է հասկանալ Տեր Արամի իդեաները, նա այսօր վերահաստատել է, որ կցանկանար, որպեսզի Հայաստանի ղեկավար, այսինքն իր պատկերացմամբ Հայաստանի իդեալական ղեկավարը կարող է լինել Ռամզան Կադիրովի նման մեկը։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանի հոգևորականի իդեալը Տեր Արամն է, իսկ Տեր Արամի պետության լիդերի իդեալը Ռամզան Կադիրովն է։ Ահա այսպիսի արժեհամակարգ։ Ինչ կասեք այդ մասին դեմոկրատ ԿՊԱ-ականներ եւ եվրոքվեյստներ։ Արդյոք Տեր Արամը ում դուք դոշ տալով այսպես պաշտպանում եք նրա իդեալը Պուտինի ենթակա Ռամզան Կադիրովն է։ Դուք ձեզ հաշիվ եք տալիս դուք ինչ արժեքային համակարգի համար եք պայքարում, թե արդեն արժեքները էլ կարևոր չեն։ Ահա այս տրամաբանությամբ էլ գուցե հասկանանք, թե ինչ է տեղի ունենում ընդդիմադիր համայնքապետերի հետ։ Այսօր իմացանք նաև, որ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ 7 տարի գրեթե այդ գործը քննվում է, բայց այսօր չգիտես ինչու, այն համատարած բռնաճնշումների ֆոնին, երբ սրբազաններ են ձերբակալվում, Երբ ընդդիմադիր համայնքապետեր են սպանվում, երբ Գյումրիի քաղաքապետն է ձերբակալվում, շատ չանցած նաև Դավիթ Համբարձումյանին են դատապարտում ազատազրկման։ Սա կարծես մի սցենար է, որը գործարկվել է ընտրություններից ամիսներ առաջ, եւ այնպիսի համայնքներում, որտեղ Նիկոլ Փաշինյանը ունի ամենակիչ աջակցությունը, ձայները եւ ժողովրդական հավանությունը, շատ հնարավոր է, որ տեսնելով, որ չունեն ժողովրդական աջակցություն, նրանք փորձում են ընտրություններից ավելի շուտ կազմակերպել այն ամենը, ինչ մեզ դեռ սպասվում է։ Հետևաբար, դուք ինքներդ ինչպես կբացատրեք այդ պատահականությունները, սիրելի բարեկամներ, մեկնաբանեք, փորձեք ձեր տեսակետը պնդել, հիմնավորել։ Ես այս ամենապատահական չեմ համարում, իսկ դուք համարում եք, եթե այո, ապա ինչու, եթե ոչ, ապա ինչպես։ Ես կշարունակեմ պնդել երեկվա իմ վերլուծությունը, որ մենք գործ ունենք շատ վտանգավոր զարգացումների հետ։ Նիկոլ Փաշինյանը հասկացնել է տալիս, որ պատրաստ է ցանկացած սցենարի, եւ նա ինքը ասաց, որ նա կորցնելու ոչինչ չունի, իր կյանքը կդնի այդ գործի համար։ Նա իր կյանքը չդրեց Արցախի համար, իր կյանքը չդրեց Հայաստանի օկուպացված տարածքների եւ Ադրբեջանին անխոչնդոտ ճանապարհ չտալու համար, բայց նա իր կյանքը պատրաստ է դնել, որպեսզի Գարեգին երկրորդը հեռանա եւ Տեր Արամները դառնան Հայաստանի հոգեվոր առաջնորդները, որոնց իդեալն է Ռամզան Կադիրովը։ Եվ հիմա ժողովուրդ ջան, դուք պետք է ասեք ձեր ասելիքը, թե արդյոք դուք այս ամենն եք ուզում, երբ ընտրում եք Նիկոլ Փաշինյանին։